Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ եւ երկու իսպանացիներ, որոնք YouTube-ում պատահաբար միացրեցին հաղորդումը։ Buenas noches, հիշեցնենք, որ մեր հաղորդումը արդեն դիտում եք որպես ավելի հարուստ, նույնիսկ ինչ-որտեղ օլիգարխ ժողովուրդ։ Հա, նվազագույն աշխատավարձը երկրում վերջապես բարձրացավ, նենց որ բոլորս դեպի ավտոշուկա կամ դեպի Իսպանիա։ Սիրոք, ինձ փոխանցում են, որ ընդամենը 2500 դրամով է բարձրացել աշխատավարձը։ Դե ուրեմն բոլորս դեպի պաղպաղակի կրպակ։ Աշխատավարձի բարձրացում է սպասվում։ Միայն թե գումարի ավելացումը մարդիկ չեն զգա կստանան նույնքան, որքան հիմա։ Լրացուցիչ ֆինանսները հունվարի 1-ից ուժի մեջ մտնող եկամտային հարկի գանձման համար է։ Այսինքն ինչքանով ավելացնում են, այդքանով գանձում են։ Դե հա, փաստորեն մնանք տանը ու դիտենք այս թողարկման մեջ։ Ազգային ժողովը կարող է ձեռնմխելիացնել Վարդան Օսկանյանին։ Շուկայում հայտնվել է կեղծ միս։ Նոր սերիալային գլուխգործոցը խոստանում է վերացնել ազգի մազապուրծ եղած ինտելեկտը։ Այդ Խաչիկյանը նա էր, սոցիալական պետը ձերբակալվեց։ Եվ օրվա հյուրը դատախազության հատուկ քննիչ Փորփրյանցը։ Եվ այսպես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր ներկայացրեց ազգային ժողովին Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Բայց եթե չեմ սխալվում, Օսկարյանը վկա էր, չէ, գործի մեջ, ոչ թե մեղադրյալ։ Դե ժողովրդական հին ասացված կա Սերգեյ ջան, մի ձեռնմխելի կասկածյալը 7 անձեռնմխելի վկայից լավ է։ Եթե քրեական գործի նյութերում արկա են այն տեղեկությունները, որոնք մինչ օրս հայտնի են ինձ եւ պարոն Օսկանյանին, ապա սա պարզապես բեսպրեզել է եւ ռեպրեսիա։ Այլ կերպ ես սա անվանել չեմ կարող։ Իրավաբանություն այդտեղ չկա։ Ստալինյան սկզբունք է, մարդ լինի, հոդված կգտնենք։ Այլ բան չեմ կարող ասել։ Պահո, հիմա պետքա սպասենք մինչև երկուշաբթի, երբ գաղտնի քվեարկության падգամավորները պետք է որոշեն կմնա Օսկանյան ազգային ժողովում, թե ոչ։ Բայց ես վստահ եմ, Բարգավաճի գործընկերները արդեն նույն գիշերը հրավիրեցին արտագարկ խորհրդակցություն, կազմեցին հստակ կոշտ դիրքորոշում, պլանավորեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր եւ պայքար միջև վերջ։ Ինչ է ձեռնարկելու մեր կուսակցությունը եւ մեր խմբակցությունը, դրա մասին կտեղեկանաք երկուշաբթի օրը։ Ճիշտ նրանից հետո, երբ մեզ կներկայացվի, այսինքն ազգային ժողովում կներկայացվի միջնորդությունը Կամ գուցե պայքար երկուշաբթից։ Ինչու քաղաքական գնահատական չի տրվել։ Կլինի։ Իսկ բավական ինչի չի հայտարարում, որ քաղաքական պատվերը։ Երկուշաբթի քաղաքական գնահատականը կդրվի։ քաղաքական բնույթի բոլոր տեսակի մեկնաբանությունները կուզեի անել նրանից հետո, երբ փաստը տեղի կունենա, նախ եւ առաջ քրոնոլոգիան օբյեկտիվ պահպանելու համար։ Հա, եթե քրոնոլոգիան եք պահպանում, ոչինչ։ Ուղղակի մարդուն կարան երկուշաբթի զրկեն մանդատից, բայց զատո քրոնոլոգիան ընտիր այսենց պահպանված կլինի։ Լավ, լրագրողները նաև ընդհատեցին ժառանգության Ռուբեն Հակոբյանի շախմատային մենամարտը Pentium 4-ի հետ։ Պարոն Հակոբյան, լսել եք, տեղյակ եք այդ մասին։ Չէ, ես եմ ներկայացրել։ Հենց մի քիչ առաջ հաստատեցինք լուրը Սոնատրուզյանից, մամուլի խոսնակից։ Ինչ է գրված։ Չէ, դուք միան հանգստացեք, դուք շախմատը շարունակեք, սա այդքան լուրջ բան չի։ Լավ, քանի դիրքորոշում ենք հարցնում, հանրապետականներին էլ լսենք։ Նոր կայքերից մեկում կարդացի, որ Սոնատրուզյանը ասել է, որ Վարդան Այվազյանը է ցույց տալիս։ Վարդան Օսկանյանի հետ կապված միջնորդություն արել։ Ինչ դարակազմիկ սայթակում էր Զիգմունդ Ֆրեյդի ու Վարդան Այվազյանի ականջը կանչեց։ Հա, էլի, կարող են Նյու Յորքին դատարանել մի հատ միջնորդի Վարդան Այվազյանի հարցով, քանի սենց Վարդանավորս է սկսվել։ Պետք է միևնույն ժամանակ ամենից նորինական դաշտում որևէ մեկը անկախ դիրքից օրենքը չխախտի։ Ինչ լավ է, էլի ստացվում, հենց Վարդան Օսկանյանն է, օրենքը չի կարելի խախտել, իսկ հենց հանրապետականներից, չգիտեմ, որ մեկին ասեմ, Խաչիկյանն է, ուրեմն կարելի է խախտել։ Այո, հիշեցնեմ, որ նախկին սոցիալական պետ Վազգեն Խաչիկյանը կասկածվում է քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, առանձնապես խոշոր չափերի գումար ներս անելու մեջ։ Հետո մի տեսակ ջրվեց այդ պատմությունը։ Հա, պարոն Խաչիկյանի օրոք դրախտում եւ դժոխքում գտնվող ՀՀ քաղաքացիները շարունակում էին կանոնավոր կերպով թոշակ ստանալ։ Այդ սա հեչ, հա։
Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանությունը այնուամենայնիվ ձերբակալեց ՀԿ անդամ կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին։ Նրա մեղադրանքի առաջադրված առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու մեջ, սակայն Խաչիկյանը օրվա միակ ձերբակալվածը չէ։ Նրա հետ միայն կալանավորվել են նաև սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը եւ կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը։ Բա հիմա ինչ կարող է դատվի այս մարդը։ Հա, բա ինչ պետք է անի, 113 միլիոն դրամի մասին է խոսքը գնում։ Այո, Նարեկ, բայց Խաչիկյանի օրոք բյուջեի հափշտակումը համակարգված չէր։ Մենք չենք ուզում բացառել, որ նմանատիպ դեպքեր կա ունեն, բայց որ դրանք կրել են այսպես մասսայական բնույթ, որ դրանք համակարգային բնույթ ունեն, որ դրանք այսպես կազմակերպված բնույթ ունեն, իհարկե դա մենք շղթում ենք։ Տեսնում ես, ինքնաբուխ եւ քաոտիկ էր այդ 113 միլիոնի շվցնելը։ Դե հա, որ ճիշտ է խոսում Խաչիկյանը, չես կարող չհամաձայնվես։ Համակարգված չէր, պարզապես մի օր հոպ 113 միլիոն չկա։ Լավ, այս ամեն ինչի մեջ ես նկատեցի, զգացիր, որ Օսկանին գոնե նմուշի համար մեկ հրապարակախոս չի պաշտպանում։ Ուր են մեր հրապարակախոսները։ Այ օրինակ այս պատահական անցորդ հրապարակախոսը։ Դե հիմա որ պաշտպանեմ, պարզվի որ մեղավորը շատ դեբիլ իրավիճակում կհայտնվեմ։ Իսկ եթե անմեղ լինի Օսկանյանը։ Հա, եթե պաշտպանեմ ու անմեղ լինի, դա էլ մի տեսակ ծեծված կլինի։ Հայ հրապարակախոսը միայն օրիգինալ թեմաներով է խոսում։ Մի հատ կոնկրետ բան կասես, որպես անցորդ հրապարակախոս, պաշտպանում ես Օսկանյանին, թե դատապարտում։ Նոր սերիալ նկարելու գաղափարը իմն էր եւ Կզոյին է։ Մենք որոշեցինք ստեղծել մի սերիալ, որը կներառի իր մեջ այն բոլոր անճաշակությունը, տգիտությունը եւ վատ դերասանական խաղը, որ կար բոլոր մյուս սերիալներում։ Խնդիրը բավականին բարդ էր, քանի որ շատ դժվար է ստեղծել սերիալ, որը ավելի անճաշակ ու ավելի անիմաստ կլինի, քան արդեն գոյություն ունեցող հայկական սերիալները, բայց ինձ թվում է մեզ դա հաջողվեց։ Սերիալ սիրո եւ նրբագեղության մասին։ Ալո Ժամո, քոհեն, իտավար։ Մեր հիմնական խնդիրն է օգնել ժողովրդին ցրվել օրվա հոգսերից։ Այո, կարծում եմ, որ տոտալ իդիոտացումը ինձ միանշանակ կցրի օրվա հոգսերից։ Իհարկե ներկայիս սերիալները եւս իդիոտացնում են, բայց տեմպը պետք է ուժեղացնել։ Վայլաբազարի լավագույն սցենարիստները ներկայացնում են նոր որակի սյուժե։ Ես քեզ սիրում եմ, արի մոտս։ Թե չէ գլուխդ կպոկեմ։ Ճանաչված սերիալների աստղեր Սլավիկ Ճզմյանը, Կոլիկ Ճիպոտյանը, Լիլ Կաստրուկյանը եւ Սերգեյ Դանելյանը իրական սիրո խաչմերուկում։ Այս գրքերը, որ ինձ չեն այսքան տպում։ Ալո, Անի, կենտրոնում նոր քյաբաբնոց է բացվեք, կարող է գաս եթանք։ Ասացի էլ մի զանգին։ Իտավարի ցավ։ Անհամբեր սպասում եմ։ Ուղեղումս դեռ մի քանի բջիջ մնացել է ու ահավոր խանգարում է ամեն հարցը։ Կարծում եմ մեր սերիալները շուտով կսրբեն բանականության այդ տհաճ հետքը։ Ես վստահ եմ, այս սերիալը ունի աննախադեպ դեբիլացնողներ ուժ։ Այնտեղ կա այն ամենը, ինչ պետք է հայկական սերիալներին։ Վատ խաղ, վատ դերասաններ, անհամ գռեհիկ պահեր։ Սա նաև մերօրյա Ռոմեո եւ Ջուլիետայի պատմություն է։ Ինչու պետք է ազգը մտածի երկրի խնդիրների մասին, եթե կարա մտածի Անուշիկի ու Վլոյի քյաբաբնոց գնալու կամ չգնալու մասին։ Դիտեք նոր եթերաշրջանում նոր հայկական սերիալ Տխուր քյաբաբը։ Շարունակվում են քննարկումները Գոմեշի մսի շուրջ, այն էլ ասում են սատկած Գոմեշի մսի։ Բայց Գոմեշի միսը ո՞րն է։ Երբ ես խանութում Գոմեշի միս տեսել։ Գոմեշի միսը մեր առօրյայի անբաժանելի մասն է։ Գոմեշի շաուրման, Գոմեշի ձվածեղ, նոր տարուն Գոմեշի բութ չեք դնում։ Հա, չէ։ Անկեղծ ասած մենք էլ չէ, բայց բարձումա տոննաներով ներկրում ենք ենել Հնդկաստանից։ Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ կապելով Հնդկաստանից այս ընկերությունները, որ միս են ներմուծում իմ անվան հետ։ Դե բա վարչապետ մարդ եք, մի հատ մենաշտորել դուք ունեցեք։ Հայդեպ հայտնի քաղաքական ուժն էլ, որ սրա մասին խոսեց, աչքից ԲՀԿ-ն էր, Տիգրան Ուրիխանյանը։
Ժամանակն է մեր հանրությունը տեղեկանա Հնդկաստանից ներկրված եւ մեր ժողովրդին տևական ժամանակ Գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների եւ շատ այլ բաների մասին։ Հիմա կարանք ասենք, որ Գոմեշի միսը նույն կեղծ տավարի միսն է։ Ինչ թվում է, հա, մենա Հայլուրը կոնկրետ ասեց, ով է ներմուծել։ Ներմուծվել 5284 տոննա 651 կիլոգրամ Գոմեշի մսի բրիկետներ։ Հնդկական միսը հայկական շուկայում ինչպես է վաճառվել հայտնի չէ, Բաղջագուլյանի ծառայության հետազոտությունը չի նշում, դրանով միայն զինվորական ապուրներ են եփվել, թե սառեցված բրիկետները հում վիճակում կոտլետի կամ երշիկի տեսքով նաև այլ գնորդներ են կերել։ Փաստն այն է, որ Գոմեշի միսը մեր երկիր է մտել խոշոր ներկրողներ Ալեքս Գրիգի, Մոկոնատ, Արմեն Համիկ, Մուշ եւ այլ ընդհանուր թվով 6 տնտեսվարողի շահավետ գործարքի արդյունքում։ Ալեքս Գրիգ Պաստորեն հայտնի օղիների նման օղիներ պատրաստելուց տեղափոխվեցին հայտնի մսերին նման մսեր բերելուն։ Զիլոնե մարկա, զիլոնե մետկը, տավարի միս, Գոմեշի միս։ Բայց տեսար, որ վարչապետը ընդհանրապես կապ չուներ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևէ առնչություն ես չունեմ, բացարձակապես։ Ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, թաքնված անձինք։ Հա, պարոն վարչապետ ջան, մնում է հասկանանք 5284 տոննա ոնց են կերել, որտեվ տղեկը որ ներկրել են, հաստատ վաճառել են, իսկ ես ինչ-որ չեմ հիշում, որ գնամ խանութ ու ասեի Գոմեշի միս տվեք ինձ։ Ինձ թվում է մի հատ ճիշտ կլինի ժողովրդից ճշտենք։ Ժող դու տեղյակ ես, որ 5284 տոննա Գոմեշի միս ես ներսարել։ Ոայ, հասկացանք, մի քիչ լցվել եմ։ Պետք է ամեն անգամ աշկս մտցնես։ Այդ նկատի չունեմ, Գոմեշի միս ես կերել, են էլ ասում են սատկած։ Ոչ, տղեկ ջան, նորմալ է։ Ես վերջերս ես Գոմեշի միսը եմ կերել, քաղաքի տեղ ինչ-որ սփրեդ, լիքը ժամկետանց մթել, անգամ մանկական կեր եմ կերել։ Կոկոսի յուղել ես կերել, չէ՞ ինչ-որ։ Հա, բա ոնց։ Ոնց որ ինչ-որ տենց Գոմեշի մսով ինչ չես զարմացնի։ Բայց չես ուզում մի հատ բողոք ես այդ հարցով, միջև երբ պետքա քեզ կերցնեն։ Պատկերացրու չէ, թող մի հատ լրիվ թունավոր բան տար, նորը ես իմ տղամարդավարի խոսքը կասեմ։ Բայց ինչ ես ուտում։ Ես կոտլետ է, բայց իրականում մսի տեղը պոլիուրիտան է, բենզոխոլեստերինի վրա պատրաստած, նահագին համով բան է։ Մի րոպե։ Հերթական անգամ հանդիպեցին Սերգեյի ամենասիրված խմբի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հա, հիմա հանդիպման բլից տեղ զննումը անցկացնենք ու անցնենք առաջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպեցին։ Համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարություն արեցին։ Միջնորդները քննարկեցին տարածաշրջանում վերջին զարգացումները։ Քննարկեցին։ Եվ կրկին կոչ արեցին կողմերին վերադառնալ բովանդակալից բանակցություններին։ Ահա, կոչել արեցին, ասում է, չէ՞։ Ինչ որ բան մոռացան։ Մտահոգություն չեն հայտնել ոնց որ։ Միջնորդները մտահոգություն հայտնեցին վերջին ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ շոշափելի առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Ահա, այսօր սենց։ Նոմա 247-րդ անգամ հաստատեն, որ խաղաղ պետք է լուծվի հակամարտությունը։ Հաստատել են խաղաղ լուծումներ փնտրելու եւ բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Վերջ, իսկ հիմա կարելի է գնալ լանչի մինչև նոյեմբեր։ Երեկո հացադուլ ենք ալել նախագահական նստավարի դիմաց։ Քանաքեր Զեյթուն համայնքում ՀՀԿ շտաբը ջրել է ԲՀԿ շտաբին։ Ես ինձ շատ լավ եմ զգում, ինչպես զուգը ջրում քաղաքականության մեջ։ Վինի Պուխն է։ Ես Led Zeppelin-ի մեծ սիրահար եմ։ Քանի ժիմ կանեք։ Առավոտ 51 անգամ արել եմ։ Ամեն առավոտ ես անում եմ զում։ Arm Comedy հյուրանոց, վաղը երեկոյան, Arm News-ով։ Ժողովրդավարություն թե ավտորիտարիզմ։ Այժմ մի քանի բլից թեմաներ։ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին չափազանց յուղոտ մեքենա ունենալու մեջ։ Պարզեցինք, որ Էդվարդ Նալբանդյանի այս դասի
մոտավորապես 80-ից 150-200,000 դոլար կարող է արժանալ։ 300,000 եվրո միջև հասնում է։ Ну, այո, 80,000-ից մինչև 300,000 թվերը գուցե պլյուս մինուս։ Այդ մեքենան նվիրատվություն է։ Եվ փորձեցինք պարզել, ով է նվիրել այդ մեքենան։ Էլի են դիմությունը անիմաստ աղմուկ է բարձրացնում։ Պարոն Փաշինյան, ինչու եք լիովին բացառում, որ պարոն Նալբանդյանը 160-ից 600 տարվա իր աշխատավարձը կուտակել է եւ գնել այդ չարաբաստիկ բենցը։ Կամ գուցե հենց ԱԳՆ-ն է տրամադրել։ Հիմա Opel Vectra-ով չի շրջելու նախարար մարդը։ Շավարժ Քոչարյանի խոսքերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շքեղ S-դասի մեքենան ձեռք է բերվել ոչ թե Հայաստանի բյուջեի կամ արտգործնախարարի հաշվին, այլ նախարարն այն նվիրատվություն է ստացել Գերմանիայից։ Գերմանիայից, այսինքն օտար պետություն մեր արտգործնախարարին սենց նվեր է տվել։ Դա երևի հենց ինքը Benz-ն է եղել այդ նվիրողը։ Կամ Բերլի օդանավակայանում ակցիա էր։ 1000-րդ այցելող արտգործնախարարին անվճար հուշանվեր S-կլասի Mercedes։ Լավ, անցնենք առաջ, հա, օրերս Երևան այցելեց Գյումրի նախկին, ապագա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ կիսվեց ապագա պլաններով։ Ճիշտ ասած, ես չեմ ուզում աշխատել պետական կառույցներում։ Ես ճանաչում եմ բիզնեսի մեջ ավելի շատ, մի քիչ պետք է հանգստանալ։ Բայց դուք այսքան ժամանակ պետական կառույցում եք աշխատել, բիզնեսի փորձ որտեղից ունեք։ Ես ամբողջ կյանքս բիզնեսով եմ զբաղվել, դպրոցից հետո, որ նայեք իմ կենսագրական, այ կտեսնեք, որ ես շատ մեծ ֆերմերներ եմ, ֆերմերությամբ եմ զբաղվել, մինչև այսօր ֆերմաներ ունեմ։ Առաջի կոոպերատիվ Սպարտակը ես եմ ստեղծել, հասկանալի 86 թվականին, Գուլբան Ասկեղենի, տրիկոտաժի, հացի արտադրամասեր, մի խոսքով որ նայեք կտեսնեք։ Իսկ ընտրողները գիտեն, որ դուք փաստորեն բիզնեսով եք զբաղվում, երբ պետք է քաղաքի վարչահայրությամբ զբաղվեիք։ Հայդեպ նրա ворթին հետախուզման մեջ չէր։ Ձեն ասացիք Սպարտակ հիշեցի, Սպարտակ Ղուկասյանը ուր է, ինչ է։ Սպարտակ Ղուկասյանը կգա, ինչ որ պետք է, ստայնեմ կարաշնորդ։ Որտեղից կգա։ Ես ճիշտ ասած հիմա չգիտեմ թե որտեղից կգա, բայց որ անպայման կգա, փաստը։ Իսկ ինչու է գնացել, չգիտենք։ Արջ բռնելու։ Արջ բռնեց։ Որ բռնեց քեզ կասեմ։ Արջ բռնելու կարող է Խոսրովի արգելոցի կողմերը։ Դա կարևոր չի։ Կարևորն այն է, որ մինչ նրան մի հանցագործության համար են փնտրում, որ հարցակնեն, նա ինչ որտեղ մեկ այլ հանցագործությամբ է զբաղված եղել։ Լավ, Կապանի արվեստի պետական քոլեջի առաջին կուրսի ուսանողները վերջապես կնքվեցին։ Ինչով է դա կարևոր։ Նրանց քավորներ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Բայց մի րոպե, այդ երեխեքը ճանաչում են, նրան ինչ որ հոգևոր կապ ունեն, չէ՞։ Ուրեմն որպեսզի մենք կարողանանք իսկապես մեր երեխեքին դաստիարակենք որպես հայ քրիստոնյա, նա առաջին հերթին պետք է եկեղեցու այս հրաշալի կամարների տակ ընդունի այդ սրբազնագույն մերոնը։ Այդպես էլ գրանցենք մերոն։ Ուրիշ։ Դե լավ է, էլի, որ ամեն պաշտոնյա իր գործով է զբաղվում։ Վարչապետը տաղավար տոներն է կազմակերպում, մարզպետը մերոնի հարցերով է զբաղված։ Իսկ ինչ ակնկալիք կա այս միջոցառումից։ Եվ ամենակարևորը ընդունեն այդ սրբազնագույն մերոնը։ Իսկ այս սրբազնագույն մերոնը ցանկացած մարդ ընդունելուց հետո ինքը բյուրեղանում է, ազնվանում է։ Ոնց մերոն խմելուց մարդիկ ազնվանում են, բա մի կում դուք էլ անուշար եք։ Ինչ մի կում, պետք է ստիպել, որ ամեն չինովնիկ մի 2 լիտր մերոն խմի ռեժիմով։ Օրը նշանավորվեց նաև նրանով, որ կնքահոր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ուսանողների հետ մկրտվեց նաև Կապանի նորընտիր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Դե ընդհանուր տրամաբանություն ճիշտ է, մարզպետը կնքում է քաղաքապետին, քաղաքապետը կնքում է գյուղապետերին, գյուղապետերը կնքում են վարչական շրջանների ղեկավարներին, իսկ մարզպետներն էլ կնքում է դե փոսեն վարչապետը։ Բայց այդ ընթացքում վատ չի լինի, դե իհարկե չեմ պնդում, բայց վատ չի լինի, որ պաշտոնյաները զբաղվեն նաև իրենց բուն գործով, ասենք պետական հիմնարկները ղեկավարելով կամ ճանապարհները բարեկարգելով։ Այս կնոնքն էլ առիթ հանդիսացա, որ նաև ճանապարհը բարեկարգենք։ Շատ լավ է, բաշու շուտ կնքեք, գուցե մյուս ճանապարհներն էլ արագ սարքեն։ Իդեպ մեզ մոտ էլ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում ահագին փողոցների բնակիչներ կուզենային կնքվել։ Եվ մեր այսօրվա հյուրն է հա Վազգեն։ Անունս Միտուր։ Ինչ ա եղել որ։ Չես տեսնում աչուձախ սաղին նստացնում են։ Ինձ ասա Գարիկ։ Խաչիկյանը տեսար ինչ եղավ։ Գարիկ, բա դու Իսպանիա չէիր գնացել, ինչի հետ եկար։
Հետ չեկա, հետ բերեցին, դեպորտ են խփել։ Ինչի համար։ Դե խանութում երկու հատ անհամություն տեղի ունեցավ, ծոցս մի քանի սուվենիր գտան։ Քանի։ Մի քանի, արկը, вообще մեծ կարևոր չի, կարևորը ես հասկացա, որ իսպանացի կատկատ չեն վերցնում։ Ոնց հասկացար Վազգեն։ Գարիկ։ Հա, Գարիկ ջան, ոնց հասկացար։ Դե մի արկղ այդ խանութի աշխատողին առաջարկեցի, ասես չէ։ Պաստորեն կարևոր դաս սովորեցի։ Հա, հիմա կոչ եմ անում բոլոր չինովնիկներին թող ապաշխարեն։ Օ, Գարիկ ջան, ապրես մեծ, հասուն մարդու քայլ էր սա քո կողմից։ Մեկ էլ եթե Իսպանիայի դրոշով մագնիսներ եք ուզում զանգեք 08 12 49 30 Եվ այսօր մեր հյուրն է ՀՀ դատախազության փողի լվացման վարչության նախկին Սփյուռքահայ արտգործնախարարների ենթաբաժնի ավագ տեսուչ Անաստաս Փորփրյանցը, բարև ձեզ պարոն Փորփրյանց։ Բարև Նարեկ, հեռախոսդ խնդրում անջատի։ Ինչի համար։ Մեզ կարող է լսում են։ Հա, մի բան գիտեմ ուրեմն անջատի։ Լավ, անջատեմ, որ հանգած ոչոք մեզ։ Չլսի, լավ, ինչպես կայացվեց այդ որոշումը զրկել Վարդան Այվազյանին իր Օսկանյանին։ Հա, գնեք, Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից։ Դա քաղաքական հետապնդում չի, դա սովորական քրեական հետաքննություն է։ Բայց ով ասաց, որ քաղաքական հետապնդում է։ Ինչ որ պահի մեկը պետք է ասեիք, ես ուղղակի ուզում եմ ասել, որ սա սովորական քրեական հետաքննություն է, մենք փորձում ենք կանխել այն պրակտիկան, որ արտգործնախարարները գործը թողելուց հետո սկսում են փողեր լվանալով զբաղվել։ Իսկ ո՞րն է այս գործի առանձնահատկությունը։ Այն փողերը, որոնք ամենայն հավանականությամբ լվացել է Այվազյանը։ Օսկանյանը։ Քվիտեղանք։ Լավ։ Եվ ընդհանրապես այդ փողերը նրան տվել են մորմոնները։ Սարսափելի է հետո։ Դե հետոն կպարզենք անձեռնմխելիությունը հանելուց հետո։ Բայց հետաքննության համար ինչ տարբերությունն է անձեռնմխելի է, թե չէ։ Դե անձեռնմխելիությունը հանելուց հետո մի քիչ ավելի ձեռնմխելի կդառնա։ Մենք էլ ավելի շատ ձեռնամուխ կլինենք, ավելի հեշտ կբանակցենք, կարծում ենք գուցե այդ ժամանակ եւ պատմի ինչ է անում այդ լվացած փողերով։ Իսկ կան հա ապացույցներ, որ դա լվացած փողեր են։ Դե առայժմ չեմ կարող բացել փակագծերը, միայն ասեմ, որ մորմոնները կնքում են իրենց մահացած հարազատներին։ Սարսափելի է։ Ու դա դեռ վերջը չէ, նրանք վստահ են, որ մորմոնների առաջնորդ Ջոզեֆ Սմիթը գտել է ոսկե պլիտկաներ, որոնց վրա գրված է, որ հնդիկ ամերիկացիները իրականում հրեաներ են, որոնք մի քանի հազար տարի առաջ եկել են Ամերիկա, եւ դա նույնիսկ վերջը չէ։ Նրանք նաեւ վստահ են, որ գոյություն ունի ինչ-որ մի գերբնական ուժ, որը կառավարում է աշխարհը երկնքից։ Լավ, իսկ այս գործը ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ, դե գիտեի, որ sense մի բան պետք է ասենք։ Ասացի, որ գործը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, կապ չունի ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու հետ, կապ չունի Օսկանյանի հակաիշխանական ելույթների հետ ու էլի լիքը Օսկանյանի սխալ քայլերի հետ կապ չունի։ Լավ, իսկ ինչ որ տեսակ մոտիկ չենք նստել իրար։ Հա, ներողություն։ Ինչ եք հարցնում։ Նոր ինչ որ փաստեր բացահայտվել են գործի քննության ընթացքում։ Իհարկե, գործը արդեն մի քանի ամիս է ինչ գնում է եւ մենք ողջել ենք, որ այդ հանքերը իրականում պատկանել են բնապահպանության նախարարին եւ նա կաշառք է ստացել Global Gold Mining ընկերություն։ Չէ, էլի ինչ որ բան խառնում եք ինձ թվում է։ Թու հազար ներողություն։ Ամառ դե մյուսն էլ զրկեն էլի անձեռնմխելիությունից քան սկսել էին։ Հա իդեպ Վարդան Այվազյանի հետ կապված պատմությունը տեղի ունեցել այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանը պաշտոնավարում էր արտգործնախարարությունը։ Հա, ինչ որ բան կա այդտեղ։ Լավ, ինչ որ ուրիշ ծրագրեր ունեք։ Դե հիմա Խաչիկյանի հարցով ենք զբաղվում։ Նախագահը ասել էր, որ մեծերի գլխից բռնենք, առայժմ ամենամեծ գլուխը դա էր համեմատաբար։ Հետո տեսնենք, կարող է Բիրիքով մի քանի օլիգարխել բանանենք, մի քանի տարի շունչ քաշենք հանգիստ։ Լավ, բայց ինձ հետաքրքիր է ինչի էս գործերով չեք զբաղվում այս քանի տարիների ընթացքում։ Չէ՞ որ մարդիկ միամտորեն կկապեն ձերբակալությունները ընտրությունների հետ։ Հա, ճիշտ կանեն։ Ընտրությունից առաջ բոլորի դիմակը պատրվում է եւ ավելի հեշտ է տեսնել ով է ավելի հանցագործ, ով է ավելի քիչ հանցագործ, ընտրությունները օգնում են։ Լավ, իսկ այս շրջանում ինչ որ ուրիշ առանձնահատկություններ գալիս են ի հայտ կասկածյալների մոտ։ Այո, դրանք հորոսկոպով հիմնականում խոյերն են։ Խոյերը հակվածություն ունեն հանցագործությունների։ Դա ես չեմ ասում, դա աստղերն են ասում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Փորփրյանց, եթե ինչ որ բան կա, որ ուզում եք ասել, խնդրեմ։ Հա, Նարեկ ջան, ես ուզում եմ դիմել քաղաքացիներին ու ասել, որ եթե ինչ որ մեկը տուժել է որևէ նախկին արտգործնախարարի ապօրինություններից, խնդրում ենք դիմեք դատախազություն։ Մեզ հիմա պետք են ապացույցներ եւ վկայություններ։ Իսկ Նարեկ, շնորհակալություն։ Հեռախոսը կարող ես միացնել։
Okay, այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն եւ ուզում եմ հիշեցնել, որ Կիրակի օրը 20:30 եւ 00:30-ին կարող եք դիտել Arm Comedy հյուրանոցի նոր թողարկումը եւ մեր հյուրը լինելու է Էդուարդ Շարմազանովը։ Չէ, լուրջ։ Իսկ վերջում դիտեք վիդեոբոցը։ Ասում էին, որ ստրիպտիզ ակումբների տերերը չափազանց ազդեցիկ են, որպեսզի թույլ տային խաղատների օրինակով դրանք եւս դուրս բերվեին Երևանի կենտրոնից։ Ուստի ամեն ինչ առայժմ շարունակվում է լավագույն ավանդույթներով եւ հաճախ տիպիկ հայկական նշբերանգներով։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Ինչ փոփոխություններ կան տեղի շուկայում։ Դեպի դրական։ Հիմա։ Այո։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ այնտեղ այնպիսի վիճակ է, մի անգամից ուրեմն փոփոխություններ կլինի։ Վայ դերո դերո։